Բարի երեկո, դուք դիտում եք բացահարթակ, այսօր իմ հյուրը Հակոբ Կոջոյան, կրթահամալիրի տնօրեն Ռուզաննա Երեմյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ այսպես Տիկին Երեմյան, օրեր առաջ հայտարարություն հրապարակվեց Հայաստանից առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման վերաբերյալ։ Հիմա մենք տեսնում ենք, որ լինում են հոգևորականներ, որոնք սատարում են այս հայտարարությունը բարենորոգման վերաբերյալ եւ լինում են հոգևորականներ, որոնք սատարում են կաթողիկոսին, այսինքն ստացվում է, որ եկեղեցու ներսում էլ կա, այսպես ասած, թիմեր, թևեր, բաժանվել են երկու մասի։ Նախ բարև ձեզ կրկին, շնորհակալ եմ հրավերի համար, վերադառնալով ձեր ասած թեմային, ուզում եմ ասել, որ բարենորոգումը հեշտ բան չէ։ Միայն խիզախներն են գնում դրա ետևից եւ եթե այս պահին հայ առաքելական Սուրբ Եկեղեցում մենք արդեն ունենք 10 սրբազաններ եւ շուրջ 30 տասնյակ հոգևորականներ, ովքեր գնում են բարենորոգման ետևից, դա արդեն մեծ թիվ է, որովհետեւ գիտեք մի փակ համակարգում, որտեղ ամեն ինչ միշտ եղել է գաղտնիության եւ փակ ստվերի տակ, հիմա կարծես թե բացվում են այդ թեմաները եւ հասարակությունն էլ տեսնում է, որ ամեն ինչ չէ, որ միանշանակ է հայ առաքելական Սուրբ Եկեղեցում եւ վերադառնալով ձեր ասացին, պիտի նորից ասեմ, որ Կտրիչ Ներսիսյանը իմ կաթողիկոսը չէ։ Բայց այդուամենայնիվ չեք կարծում, որ այս երկու մասի բաժանված լինելը այդքան էլ, այսպես ասած, հաճելի իրավիճակ չի ստեղծում երկրում, հոգևորականների երկու մասի բաժանված լինելը։ Կարծում եմ եւ գտնում եմ, որ մեզանից յուրաքանչյուրն էստեղ անելիք ունի, որովհետեւ երբ որ ես դեռ Արարատի մարզում իմ արած տեսաուղերձի ժամանակ խոսում էի այն մասին, որ հայ առաքելական եկեղեցու հոգևորականները աղերսում են մեզ կանգնել իրենց կողքին, փրկել հայ առաքելական Սուրբ Եկեղեցին բռնաճնշումներից, փրկել ներքին բռնաճնշումներից, վերադարձնել իրենց Աստծուն, ես պատահական ոչինչ չէի ասում, եւ օրերս Հայաստանի Հանրապետության վարչապետն էլ այդ մասին խոսեց, մենք տեսնում ենք, որ եկեղեցում ամեն ինչ չէ, որ միանշանակ է, եւ այո, շատերը դեռ վախենում են խոսել, Արշակ Չակերտավոր սրբազանի հետ կապված դեպքը վկայում է այն մասին, որ կարծես թե բոլորի հետ կապված ինչ որ տեսանյութեր, ինչ որ գաղտնի պատմություններ կան եւ դա էլ հենց մարդկանց թույլ չի տալիս բացահայտ խոսել եւ կանգնել բարենորոգումների կողքին։ Տիկին Երեմյան, բայց ձեր ընդդիմախոսները շատ հաճախ ասում են, տեսեք, աշխարհում ինչ է կատարվում, աշխարհը կամ մյուս երկրները ուր են հասել, մենք այստեղ քննարկում ենք կաթողիկոսի փոփոխման հարցը։ Միթե ամենակարևոր, ամենաարդիական թեման այսօր մեզ համար հենց դա է։ Ներողություն, իսկ եթե աշխարհում խնդիրներ կան, մենք չպիտի ապրենք, դադարենք ապրել, դադարենք մեր խնդիրներով զբաղվել։ Եթե մենք որևէ խնդրեմ ենք ունենում, մենք ամեն ինչ թողնում ենք միայն խնդրելով ենք զբաղվում, թե շարունակում ենք նաև ստեղծագործել, աշխատել, այլ բաներով զբաղվել։ Ես կարծում եմ, որ մեր հոգևոր մաքրության թեման այսօր առաջնային պիտի լինի, որովհետև հասարակությունը մի տեսակ հեռացել է եկեղեցուց։ Հեռացել է հայ առաքելական եկեղեցու։ Ուզում եք այնպես անել, որ այդ հեռացած հասարակությունը նորից մոտենա եկեղեցու։ Այո, վերադառնա։ Բայց այստեղ չեք կարծում, որ խնդիր կա, որովհետև հենց նույն գրառումները համացանցում, որ կարդում եմ, այս շատ հետաքրքիր մի հարց եմ բարձրացնում, լավ, էլի բարենորոգում, բայց Նավասարդ Կճոյանի միջոցով։ Ես ներողություն եմ խնդրում, բայց ուզում եմ վերադառնալ Աստվածաշնչին։ Թող քարն նետինա, ով ինքը մեղք չի գործել։ Գիտեք, իսկ մենք անմեղ ենք։ Մենք երբևէ մեղք չենք գործել, այո, բոլորս մեղավոր ենք։ Եվ այո, բոլորս գնում ենք եւ Աստծուց մեղքերի թողություն ենք խնդրում։ Իսկ ով է որոշել մենք ենք ավելի մեղավոր կամ անմեղ թե Նավասարդ Կճոյանը։ Ես չեմ դատելու մարդկանց,
ես որևէ մեկին չեմ դատում։ Ես ուզում եմ տեսնել, այո, մեղքերի համար թողություն խնդրած հոգևորական, ով գիտի, որ այսօր այս պահին ճիշտ ժամանակն է վերադառնալ Աստծուն, ճիշտ այնպես, ինչպես ինքս եմ վերադառնում Աստծուն, որովհետև 2008 թվականից հետո շատ ծանր հոգեվիճակ եմ ունեցել, կռիվ եմ ունեցել ինքս ինձ հետ կապված եկեղեցու հետ եւ ի վերջո հիմա վերգտնում եմ իմ եկեղեցին։ Ես երկար տարիներ գնացել եմ եկեղեցի, աղոթք եմ արել, մոմ չեմ վառել։ Հիմա ես վերգտնում եմ դա, որովհետև չեմ ցանկացել Կտրիչ Ներսիսյանի գրպանը լցնել։ Ես իմ հոգու աղոթքը հղել դուրս եմ եկել։ Հիմա ես վերգտնում եմ իմ եկեղեցին, ես ուզում եմ մոտենալ եկեղեցուն։ Ես չեմ ուզում ասել, որ ես քրիստոնյա եմ, միայն, որ ես քրիստոնյա եմ, եւ ես զավակն եմ այն ժողովրդի, որ աշխարհում առաջինն է ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Ես ուզում եմ ասել, որ ես հավատավոր եմ։ Ես ուզում եմ մոտենալ եկեղեցուն եւ ստանալ հոգեվոր սնունդ։ Ես կարծում եմ յուրաքանչյուր քաղաքացի հենց դա է տենչում։ Տեսեք, այս առումով կարծիքները շատ տարբեր են, օրինակ ձեր քաղաքական թիմից մարդիկ կան, որ պնդում են, որ դեռ մի բան էլ ուշացած է կաթողիկոսի հրաժարականը պահանջելը, սա շատ ավելի շուտ պիտի լիներ, բայց կան նաև ընդդիմախոսներ, որոնք ասում են, որ այս ամեն ինչը ընտրություններին ընդառաջ ավելի շատ քաղաքական, այսպես ասած, երանգ է պարունակում։ Որտեղ է այստեղ քաղաքականությունը։ Ինձ կարող եք ասել, որտեղ է քաղաքականությունը։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից ես քաղաքական մոտեցումներ չեմ տեսնում։ Այո, ինչ որտեղ վարչապետը տվեց դրա հիմնավորումը։ Գիտեք, երբ որ եկեղեցու առաջին դեմքի հետ կապված կամ նրա եղբոր հետ կապված կան փաստաթղթեր, որոնք հավաստի են եւ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տրամադրում է տեղեկանք, որտեղ ակնհայտ է, որ Եզրասը KGB-ի գործակալ է, ես սա հատուկ ասեցի ռուսերեն, հույս ունենալ, որ քաղաքական պրոցեսներ այստեղ չկան, իհարկե հնարավոր չէ, բայց որ կողմից Հայաստանի Հանրապետությունը գտնվում է նախընտրական փուլում եւ հիբրիդային պատերազմ ասվածը պատահականություն չէ եւ եկեղեցին այս պարագայում օգտագործվում է որպես հիբրիդային պատերազմի շատ հետաքրքիր մի կտոր։ Բայց նաև ընդդիմադիրներից եղավ այսպիսի արձագանք, երբ հրապարակվեց բարենորոգման վերաբերյալ հայտարարությունը, ասացին, որ սա կարելի է գնահատել սահմանադրական կարգի տապալման դասական օրինակ, որին իրավապահ համակարգը պետք է արձագանքի, սա ասաց Արթուր Վանեցյանը։ Ես ներողություն եմ խնդրում նախկին չեկիստից, ով երևի թե լավ է ճանաչում Եզրասին, որովհետև նրանք նույն արմատներն ունեն, շատ հետաքրքիր է, իսկ երբ որ եկեղեցին 21 թվականին մտնում էր քաղաքական դաշտ, նույն Արթուր Վանեցյանը, որ այդ թևում էր, չէր ասում, որ չի կարելի։ Նույն եկեղեցին անընդհատ քաղաքական հարթակներում է։ Մենք քաղաքական մոտեցում չենք ցուցաբերում եկեղեցու նկատմամբ, գիտեք, ես որպես հավատավոր իմ այցելություններով, իմ պահանջներով ես քաղաքական հարցադրում չեմ անում, իմ հարցադրումները բարոյական են, իմ հարցադրումները որպես հայ առաքելական եկեղեցու հավատավոր բարոյական են, քրիստոնեական են։ Դուք պահանջում եք կաթողիկոսի հրաժարականը եւ ինչ է կարծում կլինի այդ հրաժարականը թե ոչ։ Ես հավատում եմ դրան, որ վեհարանը վեհին է վերադարձվելու եւ հայ ժողովուրդն արժանի է վեհին տեսնելուն։
Վստահ եմ նաև, որ գիտեք, տեսել եք կամ լսել եք ռուս քաղաքական մեկնաբան Վլադիմիր Սոլովյովի հայտարարությունը, որտեղ նա խոսում է եւ Վենեսուելայի մասին, եւ ռուս-ուկրաինական պատերազմի մասին ու նաև անդրադառնում է Հայաստանի Հանրապետությանը, որ ամեն գնով Հայաստան, այսպես ասած, չկորցնելու իրենց մոտեցմանը։ Անշուշտ լսել եմ, անշուշտ շատ ասել վատ եմ վերաբերվում, շատ մեղմ կհնչի, ասել արհամարյանքով եմ վերաբերվում, կարծում եմ էլի մեղմ կհնչի, որովհետև Սոլովյովը հենց այնպես ոչինչ չի խոսում, սա էլ հիբրիդային պատերազմի մի մասն է, եւ եթե հիշյալ անձը իր տեսանյութում խոսում է, որ պետք է թքած ունենալ միջազգային ուրեմն հարթակների վրա եւ այլն եւ լուծել խնդիրը, այստեղ ես անշուշտ մտահոգություն ունեմ, որովհետեւ հիբրիդային պատերազմը հենց այնպես չի լինում, այսինքն Սոլովյովի նմանները, որոնք հիմա այսօր Հայաստանի Հանրապետությունում շատ են եւ մեր ընդդիմության մեծ մասը կարծես թե չի լսել, չի տեսել, չի նույնիսկ մտքով չի անցել, որ Սոլովյովն այսպիսի հայտարարություն է արել, նրանց նպատակը մի բան է խոճապ տարածել Հայաստանի Հանրապետությունում եւ հույս չունենալով այլևս, որ ընտրությունների միջոցով հնարավոր է հնին վերադարձ, որովհետեւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը այնուամենայնիվ վստահ եմ, որ ձայների մեծամասնություն է ստանալու եւ երկիրն առանց ցնցումների տանելու է դեպի խաղաղություն, տանելու է դեպի բարգավաճում, հիմա ուրիշ մեթոդներ են կիրառում, ուղղակի պետք է զինվենք համբերությամբ Այսինքն կարծում եք, որ Սոլովյովի հայտարարությունը այդպես էլ որպես հայտարարություն կմնա, որպես ինչ-որ հիբրիդային պատերազմի փոքրիկ մաս։ Ես կարծում եմ, որ մեր պատկան մարմինները կանրադառնան այս թեմային, ես վստահ եմ, որ կանրադառնան, իսկ մենք շարքային քաղաքացիներս կսպասենք եւ ես կարծում եմ, որ Սոլովյովը եւ իր թիմակից ընկերները, ովքեր այսօր Հայաստանի Հանրապետության ընդդիմադիր դաշտում են, նրանք շատ կուզեին դա տեսնել, բայց իրենց բախտը չի բերել, չի լինելու նման բան։ Տիկին Երեմյան, քանի որ տարին ընտրական է, ավելի արդեն ենթադրելի է, որ կրքերը հետզհետե ավելի թեժանալու են։ Եվ ես հիշում եմ, որ հենց այս տարի նոր տարուն Ռոբերտ Քոչարյանը, երբ շնորհավորեց իր, այսպես ասած, թիմակիցներին կամ առհասարակ իր ուղերձը հղեց, այստեղ մի հետաքրքիր տեքստ կար, որ 2025 թվականը մեր պետականության համար հերթական ծանր տարին էր, գոյատևեցինք աշխարհաքաղաքական նվաստացման, ազգային արժեքների ոտնահարման պայմաններում, ուստի 2026-ին միահամուռ ուժերով հնարավոր կլինի ի վերջո պարտությունների, ձախողումների ու շարունակական նվաստացումների անիվը կանգնեցնել։ Վերադառնալով Սոլովյովին, պիտի այստեղ նորից ասեմ, որ այո, Ռոբերտ Քոչարյանի համար օգոստոսի 8-ի համաձայնագիրը, որին մենք բոլորս ականատես եղանք, դա իր պատկերացրած Հայաստանի ապագայի գրավականը չէ։ Եվ 2025 թվականը բոլորիս համար խաղաղության տարի է եղել։ Մենք վայելել ենք այդ բերկրանքը։ 2025 թվականին մեր սահմաններին թշնամու կրակոցից զինվոր չի մահացել։ Դա երևի թե Ռոբերտ Քոչարյանի համար շատ ծանր հարված է եղել, որովհետև ինքը եւ իր նմանները ակնհայտորեն երազում են, որ Հայաստանի սահմաններին լինեն այլ գործողություններ, որ Հայաստանը կրկին ներքաշվի որևէ կոնֆլիկտի մեջ եւ այլն, որը վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, մասնավորապես Հայաստանի Հանրապետության վարչապետը թույլ չի տալու եւ մենք այո, թևակողել ենք խաղաղության դարաշրջանը, գնալու ենք առաջ, կերտելու ենք հզոր պետություն եւ ամենակարևորը խաղաղ պետություն։ Տիկին Երեմյան, իսկ Ադրբեջանի տարածքով բեռների փոխադրմանը եւ առհասարակ նաեւ ադրբեջանական բենզինի, այսպես ասած, տեղափոխմանը ինչպես եք վերաբերում, որովհետև դա եւս շատ բուռն քննարկվեց եւ ոչ միանշանակ, վստահ եմ գիտեք, ոչ միանշանակ ընդունվեց։
Ուզում եմ խոսքս ուղղել Հայաստանի Հանրապետության իմ շատ սիրելի քաղաքացիներին, իմ ընկերներին, սիրելիներս, մենք աղմուկ ենք բարձրացնում, որ մենք բենզին ենք գնում Ադրբեջանից, վճարում ենք դրա համար եւ հարստացնում ենք իրենց բյուջեն, ճիշտ է։ Այն նույն բանն էլ կարող են ադրբեջանցիները ասել, որ լավ, մենք բենզին ենք տալիս հայերին, որ իրենց զին տեխնիկան աշխատացնեն, որ ավելի մատչելի գնով բենզին ունենան, այլ նավթամթերքներ ունենան եւ իրենց տնտեսությունը հզորացնեն, բա որ անընդհատ վարչապետը խոսում է խաղաղության մասին։ Բա ինչի մասին է խոսում։ Մենք պիտի պատրաստվենք մեկս մյուսի հետ փոխհամագործակցության շրջանակում ստեղծելու համար պայմաններ, որպիսի այլևս զենքերը չկրակեն, որպիսի մեր տանկերը, մյուս տեխնիկաները բենզին ունենան, բայց դրանք չաշխատեն, կարիք չունենան տեղաշարժվելու։ Հիմա իրենց տեսակետն է ավելի հիմնավորված, թե մերը։ Երկու ժողովուրդներն էլ ունեն մտահոգություն։ Երկու ժողովուրդներն էլ, մենք հայերս էլ, ադրբեջանցիներն էլ։ Հիմա որ մտահոգությունն է ավելի հիմնավորված, ես չգիտեմ, ես մենակ մի բան գիտեմ։ Երազում եմ, որ ձեռք բերվածը, մեզանից յուրաքանչյուրը, ամեն ինչ անի, որ դա պահվի, պահպանվի, համատեղ առևտուրը, փոխադարձ համաձայնագրերը օժանդակելու են այդ խաղաղության պահպանմանը եւ վստահ եմ, որ շուտով թրիփի հետ կապված մենք հետաքրքիր նորություններ կունենանք եւ Հայաստանը այլևս երբեք զենք վերցնելու, կրակելու կարիք չի ունենա, թեև զենքեր եւ ամեն ինչ պետք է ունենան եւ այդ իմաստով մեր բանակը վերազինվում է, մեր պետությունը ոտքի է կանգնում, ուղղում է իր ողնաշարը, ամեն ինչ պիտի ունենալ, բայց չօգտագործել։ Տիկին Երեմյան, խոսեցիք մտահոգություններից, էլի մի թեմա ասեմ, որտեղ որը շատ մտահոգությունների պատճառ դարձավ, Հայաստանի Հանրապետությունում կան 100-150 հազար դրամ, 80 հազար դրամ աշխատավարձ ստացողներ, բայց մենք տեսանք, որ տարեմուտին ինչպիսի պարգևավճարներ ստացան շատ պետական կառույցներում։ Այդ եւս շատ բուռն կերպով քննարկվեց եւ ես կխնդրեմ այս առումով էլ ձեր տեսակետը։ Շնորհակալ եմ հարցի համար։ Գիտեք, ես էլ որպես դպրոցի տնօրեն ունենալով որոշակի բյուջե իմ լիազորությունների սահմաններում, լիազոր մարմնի թույլտվությամբ մեր կրթահամալիրի ուսուցիչներին պարգևավճար եմ տվել։ Այո, գուցե դա համամասնական չէ կամ ուղիղ համեմատության մեջ չենք կարող դիտարկել, բայց ես ուզում եմ նաև պատասխանատվության դաշտը հասկանանք։ Գիտեք, մենք անընդհատ խոսում ենք պարգևավճարներից, ստացած գումարներից, բայց պետական կառավարման համակարգն էլ պիտի շարունակաբար զարգանա։ Մենք ուզում ենք լավ կառավարում ունենալ։ Մենք ուզում ենք, որ մեր կառավարիչները մոտիվացված լինեն, թե չենք ուզում։ Եկեք որոշենք ինչ ենք ուզում եւ այս թեմաները ամեն տարի սաստկացող ամանորին այս սաստկացող ամեն տարի նորից անընդհատ չարչրկվող այս թեմաները կարծում եմ վաղուց ժամանակն է որ էլ չդնենք չվերցնենք։ Իսկ սա լինի վերջնական, այսպես ասած, նույն падգամավորների աշխատավարձի որոշակի բարձրացում, որ ամեն անգամ չստացվի, որ մեկը մտածի ինքը 87 հազար դրամ օրինակ աշխատավարձ է ստանում, մեկ ուրիշը 2 միլիոն դրամ պարգևավճար։ Պարգևավճարները ձևավորվում են հետևյալ կերպ։ Ես որպես հիմնարկի տնօրեն ունեմ բյուջեն խնայողաբար եմ ծախսել, որոշակի խնայողություն եմ ունեցել, այս տարի կարողացել եմ օրինակ վճարել պարգևավճար, նախորդ տարի չեմ ունեցել, չեմ վճարել, պարգևավճարը չի կարող աշխատավարձի մաս դառնալ, որովհետև ինքը նաև կառավարման արդյունավետությունից է կախված, եթե դու այս տարի կամ ոչ թե կախված, այլ քո ծախսերից, որովհետև այս տարի դու կարող էիր մի քիչ ավելի ծախս անել, նախորդ տարի մի քիչ ավելի պակաս, ես ուզում եմ ասել, որ պարգևավճարը չի կարող դառնալ աշխատավարձի մաս, եւ դա նորից ու նորից ասում եմ կառավարման հետ է կապված, դու ունես խնայողություն, թե չունես խնայողություն։ Եվ երբ որ մենք անընդհատ դրա մասին խոսում ենք, մենք մեր պետական համակարգի աշխատողներին վատ դրության մեջ ենք դնում։
Եվ ամփոփելով մեր զրույցը, նորից վերադառնանք եկեղեցուն, դուք ամեն Կիրակի մասնակցել եք պատարակներին եւ շարունակելու եք մասնակցել։ Այո, ամեն Կիրակի մասնակցում եմ, բացի այս Կիրակից, որովհետև նաև ուսանող եմ, ընդունելության այդ կիսամյակային քննություններով էի զբաղված եւ այս Կիրակին բաց եմ թողել, որի համար շատ ցավում եմ, ամբողջ օրը մտովի եղել եմ Աստծո հետ, այո, շարունակելու եմ մասնակցել եւ շարունակելու եմ մասնակցել ոչ միայն մինչեւ բարենորոգումների ավարտը, նաև դրանից հետո, որովհետև ամեն Կիրակի, երբ որ գնում եմ եկեղեցի, երբ որ շփվում եմ արժանապատիվ հոգևոր հայրերի հետ, հոգևոր սնունդ եմ ստանում, իսկ քրիստոնեությունը ամենաբարձր բարոյական արժեքները կրող կրոնն է եւ ես դրա կարիքն ունեմ։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Յիշեցնեմ հյուրը Հակոբ Կոջոյան կրթահամալիրի տնօրեն Ռուզաննա Երեմյանն էր, շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։